Այս զորախմբի կազմում ընդգրկված 5-րդ դիվիզիան խնդիր ուներ առաջ խաղանալ դեպի հյուսիս-արևելք, Ջավախքի միջով հասնել Թիֆլիս։ Հաջորդ դիվիզիան, այս 5 դիվիզիաներից 11-րդ դիվիզիան խնդիր ուներ առաջանալ դեպի Ղարաքիլիսայով դեպի արևելք եւ դուրս գալով Կուրի հարթավայր հասնել Բաքու։ Երկու դիվիզիաներ առանձնացվեցին անմիջականորեն Երևանի վրա հարձակվելու համար։ Մասնավորապես 9-րդ դիվիզիան պետք է ապարանի միջով հյուսիս-արևելքից մոտենար Երևանին։ Այս դիվիզիայի հետ միաժամանակ որպես հիմնական հարվածային ուժ պետք է գործեր 36-րդ ընտիր Գելիբոլու, այսպես կոչված դիվիզիան, որը մինչ այդ աչքի էր ընկել Դարդանելյան ռազմական գործողությունները։ Այս երկու դիվիզիաներին աջակցելու համար առանձնացվեց 5-րդ եւ տվյալ ռազմագործողություն վերջին թուրքական դիվիզիան, սա 12-րդ թուրքական դիվիզիան էր։ Սա խնդիր ուներ Արաքսի հարավային աչափնյակից անցնել կամ առնվազն գոնե սպառնալ Երևանին եւ դրամը ողջ հայկական պաշտպանական ուժերի համար ստեղծել թիկունքային կամ գոնե թևային լուրջ վտանգ։